Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Ուղիղ 7 տարի առաջ այս օրերին առաջին անգամ վերելք հաղորդաշարը եթեր դուրս եկավ։ Եվ այսօր ես ձեզ ողջունում եմ արդեն 1141-42-րդ անգամ, եթե ես ճիշտ եմ հաշվել։ Առաջին իսկ թողարկման ժամանակ ես ասացի, որ վերելքը չի լինելու իրադարձային, մենք չենք քննելու թե ով ինչ ասավ, նրա ասածին ինչ պատասխանեցին եւ այլը մակերեսային քննարկումներով մենք չենք զբաղվելու, այլ իրականացնելու ենք խորքային վերլուծություններ մի շարք հարցերի պատասխան ստանալու կամ հստակեցնելու համար։ Ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, ինչ շերտերից է բաղկացած, ինչ է բերում ինքը իր դաժան դարերի պատմությունից, ինչ լավ գծեր ունի, ինչ բացական գծեր ունի, ինչ է կատարվում երրորդ հանրապետության շրջանում, ինչ գործոններ կան, որ բացասաբար են ազդում ժողովրդի վրա եւ քաոսայնացնում են մեր կյանքը, ինչ ուժեր են, որ դրսերից ազդում են մեր վրա, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Այս ուղղությամբ ծանր ու մեծ աշխատանք է արվել իմ կողմից, չտրվելով գայթակղությանը, որ ասենք քննարկենք այնպիսի թեմաներ, որոնք հասու են բոլորին եւ կարող են ապահովել վերելքի համար մեծ լսարան։ Մեծ լսարանը երբեք ինձ համար նպատակ չի եղել, քանի որ իմ քաղաքական փորձառությունը հաշվի առնելով եւ քաղաքական դաշտին եւ քաղաքական մերձ հատվածի մտավոր կարողությունները գերազանցապես իմանալով ես վստահ էի, որ առանձնակի մեծ ընկալում չի լինելու եւ այն խնդիրը, որ ես դրել էի իմ առաջ նպաստել քաղաքական մտքի նոր հոսանքի առաջացմանը, ես կասեմ, որ այնքան էլ չի հաջողվել եւ դա չի հաջողվել ոչ այնքան իմ մեղքով, որքան նշածս պատճառով։ Քաղաքական միտքը մեր մոտ իներտ է, ճահճացած զարգացում չի ապրում։ Դրա վառ ապացույցը այն է, որ մինչև 2018 թվականը հայ ժողովրդի մասին իրական պատկերացում գրեթե ոչ մի քաղաքական ուժ չի ունեցել եւ կդժվարանաք ինձ ցույց տալ այդ թվականին որևէ մի գիտական աշխատություն կամ կուսակցության ծրագիր, որտեղ ժողովրդի ներկա վիճակը նկարագրված է ու նաեւ առաջարկում է թե ինչպես վերափոխել, բարեփոխել ժողովրդին։ Ու դա այն դեպքում, երբ առաջին հանրապետության շրջանում մեր մեծեր այդ հարցերի պատասխանը տվել են, նվաստս էլ ամբողջ կեսդար դա ազանգել է իր գրքերով, հոդվածներով այդ հարցը բարձրացրել է, բայց ունենք այն ինչ ունենք։ Բայց եւ այնպես ես նկատում եմ, որ վերելքի լսարանը որ այնքան էլ մեծ չի եւ դա ճիշտ է որ մեծ չի, որտեղ ես շատ բարդ թեմաներից եմ խոսում, սարակ մահկանացուներին ոչ հասու, ես զգում եմ, որ գնահատում են այն ջանքերը, որ ես գործադրում եմ նշածս նպատակին հասնելու համար։ Սա որպես նախաբան, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմային, էլի անչափ կարևոր մի խնդրի շուրջ եմ ես ուզում հրավիրել ազգակիրների ուշադրությունը։ Վերնագրել եմ հոդվածը այսպես, թողարկումը այսպես, ով է մեր իրական թշնամին եւ կա երկրորդ վերնագիր կամ ազգակիրները որոգայթի մեջ կամ սարդոստայնի մեջ եւ այսօրվա թողարկման նկարն էլ այդ սարդոստայն է, թե ինչու եք մենք սարդոստայնի մեջ, ես դա ընթացքում ձեզ կներկայացնեմ։ Եվ այսպես, որպեսզի մենք կարողանանք քայլեր իրականացնել, որոնք դրական արդյունք կտան փոքր կամ մեծ, մենք պիտի իրականությունը ճանաչենք։ Սա ոսկե կանոն է, եթե իրականությունը չես ճանաչում, չես հասկանում ինչ ուժեր են ներգրաված, ինչ է կատարում, ինչու է կատարում, այդ դեպքում քո ջանքերը որքան էլ սրտացավ լինես վնաս են տալու, ինչը որ մենք տեսնում ենք մեր երրորդ հանրապետության տարիներին։ Իրականությունը ճանաչելու համար ես ազգային վերելքի ուղի այդ բարդ համապարփակ ծրագիրը ներկայացնելով ես հորդորել էի, որ հիմնենք աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոն, որի նպատակը պետք է լիներ պարզել,
թե ինչ աշխարհաքաղաքական ուժեր են ներգրավված մեր տարածաշրջանում, ինչ խնդիրներ ու նպատակներ ունեն իրենք եւ Հայաստանի հետ կապված իրենց վերաբերմունքը ինչպիսին է լինելու։ Ու գլխավորապես տեսնում եք բացասական, պետք է պարզեին, որ երկրներն են, ինչ ուժեր են, ինչ հնարավորություններ ունեն, ինչ նպատակներ ունեն, իրենց տեսլականների մեջ մենք կանք թե չկանք, եթե կանք, ապա ինչ տեսքով եւ ինչ գործիքներով են իրենք, ասենք, վերդեմ գործելու, որպեսզի մենք ազգակիները սա իմանալով, հեռու մնալով մոլորություններից, մեր ուժերն էլ գնահատելով տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Դժբախտաբար այդ խորհուրդը դեռ չի ստեղծվել, ազգակիներն էլ այսպես ցակուցրիվ գործում են եւ մյուս ուժերը ինքներդ էլ նկատում եք, որ գալիս են առաջ գրեթե անխոչնդոտ։ Ես ասացի, որ այդ աշխարհաքաղաքական խորհուրդը չի ստեղծվել, բայց առանձին վերլուծաբաններ, որոնք անաչառությանը ես չեմ կասկածում եւ որոնց ես հարգում եմ համենայն դեպս իրենց սկզբունքայնության համար, այս հարցերի վերաբերյալ իրենք ինչ-որ տեսակետներ արտահայտում են։ Եվ ես իմի բերելով այդ տեսակետները փորձելու եմ այս հաղորդման ժամանակ պատասխանել այն հարցին, թե ովքեր են մեր թշնամիները, իրականում ինչ նպատակներ ունեն։ Դա բարձելուց հետո նոր արդեն կտանք հաջորդ հարցը, իսկ այս դեպքում ինչ անենք մենք, ինչ կարող ենք անել։ Եվ այսպես սկսենք Երրորդ հանրապետության այս վերջին փուլը, սկսած 2018 թվականից։ Ինչ շարժումներ ենք ունեցել եւ ասենք ինչ կարգախոսներ ունեին այդ շարժումները։ Առաջին շարժումը բողոքական, ինչպես հիշում եք, դա հայրենիքի փրկության շարժումն էր եւ այդ ժամանակ այսպես էր, իրենք պայքարում էին իշխանությունների դեմ եւ որքան ես եմ նկատել, ապա չէին խոսում այն մասին, որ այս իշխանությունները գուցե ինչ-որ թիկունք ունեն աշխարհաքաղաքական հզոր ուժեր եւ այլն։ Գուցե մտածում էին, բայց ամենայն դեպս հրապարակավ ես չեմ տեսել։ Եվ եթե ես հիմա ձեզ ներկայացնեմ, պետք է խնդրեմ ցույց տան այս սխեման, տեղի ուներ հետեւյալ process-ը, կային ազգակիրներ, որոնք դժգոհ էին, ես այս ժողովրդի մյուս հատվածին մի կողմ եմ դրում, ազգակիրները գլխավորապես նրանք են, ում որ դուք, ասենք, հայրենիքի փրկության ժամանակ տեսնում եք փողոցներում, ոչ 100%, այնտեղ կային նաև մարդիկ, որոնք, ասենք, այդ պահից ուզում էին օգտվել, բայց գերազանցապես ազգակիրներին, որոնք այդ կապիտուլյացիայից սրտամորմոք անկարող էին տանը մնալ եւ դուրս էին եկել ինչ որ բան անելու ակնկալիքով։ Եվ այսպես մենք ես նկարագրում թե ինչ էին մտածում, ասենք, այդ շարժման առաջամարտիկները հրապարակում եւ ասենք քաղաքական ամեն շրջանակ։ Գլխավորապես խնդրեմ նորից ցույց տալ, կային իշխանություններ, որոնք գործում էին ազգակիրների դեմ եւ ազգակիրներն էլ մարտնչում էին այդ իշխանությունների դեմ։ Սխեման սա էր։ Այս ընթացքում, եթե հնչում էին տեսակետներ, ապա հետեւյալն էր, որոշ շրջանակներ ասում էին, այստեղ կա աշխարհի ուժեր խառնվում են, դրանք ռուսներն եւ թուրքերը։ Ռուսները եւ թուրքերը, միայն եւ միայն ռուսները եւ թուրքերը։ Ուրիշ անուն այդ շրջանակները չէին տալիս։ Կյանք հետո ցույց տվեց, որ ավելի ուրիշ շրջանակներ էլ կային եւ դա եւ իմ հետևությունները ինձ հանգեցրեց այն մտքին, որ նրանք, ովքեր որ ժամանակին կանչում էին սա ռուս-թուրքական տանդեմ է, ուրիշ անուն չէին տալիս, նրանք գերազանցապես 90%-ով գոնե թե փող էին ստանում դրա համար։ Այդ 10%-ը թողնում եմ մարդկանց համար, ովքեր ասենք իրենց տվյալները այդպեսին են եւ իրականում այդպես էլ մտածում են։ Բայց մեծամասնությունը ես վստահաբար ասում եմ փող էին ստանում, որպեսի ռուսների ռուս-թուրք ասեին, դե թուրքին չէի կարող բացառել, որովհետև Ադրբեջանն էր, թուրքերը բացահայտ դրանց օգնում են եւ իրենց պետք էր էլի ինչ-որ մեկը ռուսներին է բերել խառնել, ճիշտ է, այդ փուլում իրանք ինչ-որ չէ խառը եղել է, ռուսները չսրբացնենք, բայց սա նպատակային արվում էր, որպեսի մտածող մարդկանց շեղեն, որպեսի իրենք չտեսնեն ուրիշներին, որոնք գտնվում էին այդ ծառերի հետևում, ինչպես ասում են, ծառերի հետևի անտառը չտեսնեն, այնտեղ ուրիշներն էլ կան, որոնք շահագրգիռ են այն ամենում, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Եկանք հասանք հաջորդ դիմադրության շարժմանը, էլի նույնն էր, էլի
ազգակիրներ, իշխանություններ, ամենայն դեպս հրապարակային ելույթներում չէր հնչում, որ նրանք ունեն թիկունք եւ հարկավոր է մեր քաղաքականությունը այդ բողոքական կազմելուց, ռազմավարությունը մշակելուց հաշվի առնենք նաեւ դա չէին ասում։ Այն դեպքում, որ ասենք ամենայն դեպս ես երկու նշված շարժումների հետ առնչություն ունեցել եմ, ես ինքս իրենց հորդորում էի, որ նաև պլան B-ի մասին մտածեն, ասելով, որ շատ դժվար է այս իշխանություններին հեռացնել, քանի որ իրենք ունեն թիկունք, եւ ասում է, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի, այդ ազգակիր հատվածը, որ դուրս եկել, պլան B իրականացնենք, դժբախտաբար չլսեցին։ Եվ ահա, երբ որ դիմադրության շարժումը ավարտվեց, պարտվեց եւ մոտենում էր սրբազան շարժման ժամանակները, գուցե հենց սրբազան շարժման սկզբի շրջանում էր, ես սկսեցի նկատել ընդդիմադիր առաջնորդների կողմից ակնարկներ արդեն արտաքին ուժերի ներգրավվածության մասին։ Օրինակ, պարզ ասում են, անուններ չտամ, երևելիները ասում էին, պարզ ասեցին, որ այս իշխանությունները ունեն հզոր թիկունք, եւ դա մենք պիտի աշխորհենք։ Ասում էին նրանք, ովքեր շարժում առաջնորդները այդ ժամանակ չէին ասում։ Այնուհետև նրանցից էլի մի երևելի ընդդիմադիր գործիչ, որը հայտարարեց, որ արդեն քաղաքականությունը մտնում են ժամանակ էլ։ Ու այդ քաղաքականությունը մտնելով դուրս գալով չի էլի։ Եթե ապրում ես, ուրեմն ներսնես։ Ու շուտ կարծիք ունես։ Ինքը հետևյալ էր ասում արդեն, որ այս իշխանություններին կարող են հեռացնել նրանք, ովքեր բերել են այս իշխանություններին։ Այսինքն պարզ ասում էր, որ իշխանությունները բերովի են։ Եվ ասում էր, որպես տարբերակ, այնպիսի մի հզոր հանրահավաք անեն, ժողովրդական հուզումներ, որ նրանց բերովներ անհանգստանան եւ ասեն, լավ եկեք քիչ օր զիջումների գնանք։ Դժբախտաբար դա չստացվեց այդ հզոր շարժումները անել, բայց նշածս անձինք ակնարկելով, որ կան ուժեր, հզոր ուժեր, որոնք կանգնած են իշխանությունների թիկունքում, չէին հստակեցնում, անուններով հստակ չէին ասում։ Այդ ժամանակ էր ես սրբազան շարժման ժամանակել եմ ասել, այդ ելույթս կա շարժման ղեկավարի ներկայությամբ մայիսի 18-ին, որ ասել եմ, այս իշխանությունները ունեն հզոր մեջք, արագ իրենց չեն կարողանալու հեռացնել, եթե հեռացնենք շարժումը ստիպված է լինելու երկար ժամանակով աշխատգործել եւ ասել եմ ես պատրաստ եմ ներկայացնել պլան B, որը դժբախտաբար ընկալում չեղավ։ Բայց ահա օրերս արդեն սկսեց հստականալ այն ուժերը, որոնք կան, բացի ակնհայտները։ Եվ ահա այս վերջերս, որ եկեղեցու դեմ այդ առաջի արարը եղավ Հովանավանքում, արդեն մարդիկ ասեցին, այստեղ գործ ունեին կամ այստեղ հաղթեցին Էրդողանը, Ալիևը եւ Փաշազադեն, այսինքն հստակ արդեն նշվում էին անուններ։ Փաշազադեին մտցնենք այդ երկուսի ներքո, ինքը այդպես առանձին բևեռ չի, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջան։ Ալիև եւ Էրդողանը բացահայտ արդեն մարդիկ ասում են, որ այս իշխանությունների թիկունքում կանգնած են այդ ուժերը։ Հիմա ես խնդրում եմ ցույց տալ երկրորդ նկարը, մենք այստեղ տեսնում ենք Թուրքիան շատ մեծ իր կշռով, Ադրբեջանը իր այսպես ասած դուրս ձեռնարկությունը եւ նրանք կանգնած լինելով իշխանության թիկունքում սատարում են իշխանություններին ըստ այդ տեսակետների, որպեսզի իրենք ճաշեն ազգակիրներին։ Իսկ ազգակիրները հենց ժողովրդի այն հատվածն է, որը դժգոհ է, այն մյուս հատվածը դուք էլ գիտեք, ես դրանով չեմ ասում հայ ժողովուրդ, որտեղ հայ ժողովրդի հատված կա, որ ընդհանրապես իր պետքներ չի։ Ազգակիրներն են, որ ասենք խնդրեմ են։ Ահա այս բարդ իրավիճակի մեջ ենք մենք, եթե այս հաշվի ենք առնում այդ արտահայտությունները, որ կային։ Հիմա ասենք թուրքերն են խառնված եւ հարցի առաջանում, եթե ապահովեցին իրենց հաղթանակը, Հովանավանքը մինչ այդ էլ հաղթանակներ գրանցել են, ինչպես եղավ, որ նրանք կարողացան հաղթել։ Հիմա եկեք վերլուծենք։ Սրա համար հարկավոր է փոքրի շատ է ուսումնասիրել Թուրքիային, Ադրբեջան առանձնակի չէ, քանի որ ինքը դուստր ձեռնարկություն է, այսպես ինչպես Հայաստանը որոշ ուժերի համար, այդպես էլ ինքը, որքան ես եմ հասկանում, էլի որոշ ուժերի համար, հատկապես Թուրքիայի։ Ես թուրքագետ չեմ, առանձնակի տեղյակ չեմ, բայց օրերս ինձ թեման որ հետաքրքրում էր,
ես սկսեցի ուսումնասիրել իրենց հետախուզությունը, վերջի վերջո հետախուզությունն է, որ աշխատանքներ է անում եւ ապահովում է հաղթանակը։ Եվ մի գիրք ընկավ ձեռքս Հակոբ Ֆիդանի մասին։ Մարդ, ով ներկայում արտգործնախարարն է, եւ իր կյանքի կենսագրությունը ուսումնասիրելով ես պատկերացում կազմեցի, թե թուրքերը որ չափով են ուշադրություն դարձնում հետախուզությանը, որ չափով են ուշադրություն դարձնում այն քայլերին, որոնք իրենց պետությունը անում է իրենց երկրի սահմաններից դուրս։ Եվ այս ազնվորության կենսագրությունը ուսումնասիրելով ես շատ մեծ նախանձ ապրեցի, տեսնելով, թե իրենք կերպ են վերաբերվում իրենց պետությանը, ինչ համառությամբ, ինչ ծախսերի արժև կանգ չառնելով, ինչպես են գործում։ Սույն ազնվորությունը սկզբում կրթամշակութային ինչ որ մի մեծ կառույց է ղեկավարել, որը աշխարհի շատ մեծ մասում գործունեություն էր ծավալում, կրթական մշակութային հիմնականում խորհրդային միությունից անջատված մուսուլմանական երկրներում, Միջին Ասիայում, գնում էին աֆրիկական երկրներ, Մերձավոր Արևելք, որտեղ որ հնարավոր էր Եվրոպայի ներթափանցում, որտեղ այդ մուսուլմանական բնակչություն կար, ու նաև ոչ մուսուլմանականներին, այսպես իրենք դպրոցներ կառուցել, մշակութային ինչ-որ միջոցառումներ կազմակերպել, եւ այդպես իրենք ներթափանցում էին եւ ասենք իրենց քաղաքականություն էին տանում իրենց հանդեպ, ասենք դրական վերաբերմունք ապահովելու համար։ Այնուհետև սույն անձնավորությունը դառնում է հետախուզական, Թուրքիա հետախուզական այդ կառույցի կոմիտե կազմակերպությունը դրա ղեկավարը 13-14 տարի ղեկավարում է այն եւ հաշվի առնելով այն աշխատանքը, որ միջավ ինքը այդպես բազաներ էր ստեղծել, դրանց վրա էլ հենվելով այդ հետախուզական կառույցը հզորացնում է, այնքան այն աստիճան հզորացնում, որ ասենք Թուրքիայում ոչ ոք իրավունք չուներ իրեն իրեն գործ հարուցելու, իրեն ինչ-որ հարցերով հետաքրքրվելու, պետական մարմինները նկատի ունեմ, անգամ դատախազները իրավունք չունեին։ Այդ ինքը հասավ դրան միայն եւ միայն իր հետ գործ ունենում էր երկրի նախագահը։ Եվ գեր հզորացնելով այդ կառույցը արդեն ինքը օգտվելով այն նախկին աշխատանքից, որ արել էր, սկսում է ել ավելի մեծ թափով, արդեն որպես հետախուզական ծառայության ղեկավար ներթափանցել է Թուրքիայի մերձակա տարածքներ եւ իրենց ուշադրության կենտրոնում էր նաեւ Կովկասը, նաեւ իհարկե Անդրկովկասը։ Ու երբ ես նայում եի, ասենք, իրենց հետախուզական ծառայության թափին, ու ինձ համար պարզ էր դառնում, որ դրանց հզորությունը լիհոլի բավարար էր կար ժամանակում մեծ ցանկի բերելու համար, հատկապես որ մենք որպես հանրություն պետության ընկալում անհրաժեշտ չունենք եւ մեր ստեղծած կառույցներն էլ անհրաժեշտ դիմադրողականություն ապահովել չէին կարող։ Բայց Թուրքիայի չէին կարող ուղիղ գալ, ասենք, Հայաստանում գործել, ինչպես որ գործում էին Ղազախստանում, Տաջիկստանում, այն մյուս կողմերը, Ալբանիայում, հասկանալի պատճառներով։ Եվ իրենք գլխավորապես մերոնց էին հրավիրում իրենց մոտ, գիտեք, շատերին հրավիրել են իրենց մոտ եւ արդյունքը տեսնում եք, ասենք, ինչեր են արել։ Ամենայն դեպս մեր հայտնի գործիչներից մեկը նախկին բարձր պաշտոնյա մի անգամ հայտարարեց թիմադիմադիր առաջին նախագահի թիմից, որ թուրքերը միլիարդներ ծախսելով թուրքասեր երիտասարդություն են աճեցրել Հայաստանում։ Հիմա նայենք, եկեք այսօրվա վիճակը։ Հետո այդ Ֆիդանը դառնում է արտգործնախարար, իսկ մեխանիզմը այսպես է։ Հետախուզությունը որոշակի աշխատանքներ է կատարում տարբեր երկրներում եւ արդյունքից ելնելով արդեն արտգործնախարարությունը առաջ է գալիս, որպեսզի նրանց արդյունքները քաղի, պայմանագիր ստեղծի եւ այլ, կնքի եւ այլ։ Հետախուզության աշխատանքի արդյունքն է արտգործնախարարության հաջողությունը։ Իրեն նշանակում են արտգործնախարար, ինքը հետախուզության երևելի այսպես անդամներին բերում է արտգործնախարարություն ու կարելի ասել միաձուլում եւ ստանում է արտգործնախարարություն, որը հետախուզության բոլոր անցքեր, ինչպես ասում են, ծակուցուկերը գիտի եւ դառնում է մի գերհզոր կառույց, հասկանում եք, եւ ինքը հիմա այդ հզոր կառույցի ղեկավարն է։ Մենք ունենք
արտգործնախարար որպես նրա դեմ, իրենք ունեն այդ հզոր հետախուզական կառույցը, մենք ինչ ունենք նրա դեմ, եւ այստեղ ես ուզում եմ հիշեցնեմ իմ կողմից չսիրված Էրդողանի խոսքը, որ ասել է. թույլ ազգային հետախուզական կազմակերպություն ունեցող պետությունը չի կարող գոյատևել։ Եվ իսկապես այս խառնակ աշխարհում հենց այդպես էլ կա։ Հիմա դուք գնահատեք մեր հետախուզական ծառայությունը, եթե այդպեսի կա։ Եվ նորից եմ ասում, մենք մեր ընկալումներով, թե պետության ընկալումը ինչպիսին է մեր մոտ, իսկ ես դժբախտություն եմ ունեցել առաջի բոլոր նախագահների օրոք տեսնել վերաբերմունքը պաշտոնյաների կողմից պետության հանդեպ, մենք չէինք կարող ունենալ անհրաժեշտ հետախուզությունը, անհրաժեշտ մյուս ծառայությունները եւ ակնհայտ էր, որ սա է լինելու։ Հիմա թուրքերը ունեն հնարավորություն, բայց ասենք բացայ չեն կարող այստեղ գործել նախկինների օրոք։ Եվ ահա ինչ են անում։ Այսպես նայում են, աշխարհում էլի ուժեր կան եւ շահերի համընկնում է լինում։ Ես իմ կարծիքը չասեմ, իմ կողմից հարգված աշխարհաքաղաքագետների կարծիքները ասեմ, Արմեն Բադալյան, Արթուր Խաչատրյան, Ալեն Էվոդյան եւ այլն։ Մարդիկ գտնում են, հիմնավորում են, որ այստեղ խառն են նաեւ Ամերիկան, Իսրայելը, Բրիտանիան, առանձնակի նույն Ֆիդանը, որը ասեն ես ասում եմ, որ ինքը դասար տարիներին ուսումնասիրել է ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայությունները եւ իր մագիստրոսական թեզը դրա վերաբերյալ եւ ինքը բարի նախանձով էր վերաբերվում բրիտանականին եւ փորձում էր, առաջարկում էր, որ ասենք ընդօրինակել եւ գուցե թե հենց ընդօրինակել է այդ ամենը իր կառույցը զորացնելու համար։ Բրիտանական հետախուզական ծառայությունը եթե գալիս է եւ կանգնում է թուրքերի կողքին, ես կասեի թուրքերի մեջքին, հիմա ես ձեզ հաջորդ սխեման ցույց տամ։ Ուրեմն գաղութները կորցնելուց հետո բրիտանացիների գործիքը աշխարհում իրենց ազդեցությունը պահելու մնացել էր հետախուզական ծառայությունը եւ նրան զորացել են սարսափելիորեն եւ տեխնոլոգիաներ ունեն եւ ինչ որ այստեղ օգտագործում է գլխավորապես նրանց մշակումներն են եւ մի խոսք կա որ եթե երկու հարևան անգամ դրկից բնակիչներ վիճում են իրար հետ նշանակում է այդտեղով անգլիացի է անցել ասենք իրենք այսպես աշխարհը խառնելու մեծ վարպետ են եւ անգամ տեսակետ կա որ այդ Թուրանի գաղափարը եւ այլը իրենք են հորինել եւ հենց իրենք էլ կառավարում են այդ թուրքական գործոնին սա էլ կա այսինքն հիմա եթե հավատում ենք մեր այս քաղաքագետներին աշխարհաքաղաքագետներին այդ հզոր հետախուզական ծառայությունը բրիտանական գալիս է եւ կանգնում է թուրքերի թիկունքին մեծ Բրիտանիան Ամերիկան Ամերիկան բրիտանացիները մոռացած են որ դարավոր հակառուս են 200 տարի 300 անընդհատ իրանք ինչ որ աշխարհի այս ծայրում այն ծայրում Չինաստանում անընդհատ իրենք իրար բախում այդ երկու տեսակը կարծես թե չեն կարողանում ապրել իրար հետ այս մոլորակի վրա ու հիմա էլ գլխավոր այս ուկրաինական ռուս-ուկրաինական պատերազմի ես չեն ասում հրձիկը գլխավորապես իրանք են հիշում եք չէ որ արդեն քիչ էր մնում ստորագրեին փաստաթղթերը Ստամբուլում Բրիտանիայի վարչապետը գնաց եւ ասաց գիտեք ինչ ասաց ռուս-ամերիկացիները էլ աշխարհաքաղաքական շահերով տեսնում եք հիմա իբր մի քիչ էս կոմենկում բայց նախորդ նախագահի օրոք པարս տեսնում եք հակառուսական այս արճակատումն էլ դեռ խորհրդային միությունից մնացած կա եւ իրենք էլ ամերիկացիներն էլ եկել են այստեղ էլի Բրիտանիան որ եկե այստեղ է ինքը այնպես չէ որ Թուրքիային օգնեն քիչ որ Զանգեզուրը վերցրեն Արցախը վերցրեն իրենք հակառուսական պլան ունեն եւ համաձայն այս նշվածս անձանց ենթադրությունների ասենք Ռուսաստանին կտրել հարավից ու նաեւ ներկա պահին նաեւ Պարսկաստանի դեմ ինչ որ քայլեր ձեռնարկել որ խնդիրներ ունենա Իսրայելը ըստ այս վերլուծաբանների ու նաև դրսի, որոնց ես որ հետևում եմ, իրենք գտնում են, որ այս երկուսը նպատակ ունեն, որ այս տարածաշրջանը դառնա
իսրայելա-թուրքական ազդեցության գոտի եւ որպես հիմնավորում, որպես ապացույց, ես այսպես հաղթաթուղթ դնում եմ սեղանին Սարգիս Հասպանյանի մի ելույթը, որը նա ունեցավ իմ հիմնադրած վերելք միության գրասենյակում, ես իրեն հրավիրել էի, կարծեմ 13 թիվն էր, կամ մի քիչ այս կողմ, եւ ինքը պարզ մի պատմություն պատմեց, թե ինչպես 92 թվականին Արցախում եւ այդ կռիվներն էին գնում, իրեն ինչ որ զանգ է գալիս, ինչ որ մի ձև ռացիաներով ասում են, բա ինչ որ էստե մի հատ բժշկական համաշխարհային կառույց կա, մի ներկայացուցիչ կոզում է քեզ տեստի։ Այսպես չեզոք կառույց էր, որ այդ հակամարտության գոտում է բժշկական ինչ որ խնդիրներով։ Եվ գնում է պարզում է իր ուսանողական ընկեր ազգությամբ հրեա, եւ այդ հրեան ասում է, իզուր եք այստեղ պայքարում։ Այս հողերը մերն են։ Հրեաներին մենք պիտի այստեղ ազդեցություն ունենանք։ Իհարկե այն ժամանակ մենք չէինք հավատում, բայց ինչպես տեսնում եք, ճիշտ էին։ Այսինքն իսրայելա-թուրքական ազդեցության գոտի այստեղ սարքելը հեռա գնա նպատակներով տրավմբանականը եւ խելքի մոտ է։ Ես հիմա ձեզ ուզում եմ ներկայացնել Թրամփի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարակի վերջերս ասված մի խոսքը։ Ինչ է ասել։ Մեջբերում Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը հիմա դիրքավորվում են մեկ ուղղությամբ։ Շարժումը դեպի հյուսիս կարող է լինել իրապես տպավորիչ, այսինքն երեքը արդեն մի ուղղություն են։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան գլխավորում են Կասպից ծովից մինչև միջերկրական ծով ուժերի նոր վերաբաշխման գործընթացը։ Այսինքն Թոմ Բարակը, սա հետևեցնում են արդեն մեր վերլուծաբանները, հստակ ասում է, որ Ռուսաստանին հեռացնելով հարավային Կովկասից այստեղ հաստատվում է Թուրքիա, այսինքն Անդեր Կովկասում հաստատվում է Թուրքիան, եւ ոչ թե ուրիշ երկիր։ Եվ հիշում եք ժամանակին արևմուտք են ասում որոշ ուժեր, որոնք ինձ այդ արևմուտքից էլ ֆինանսավորվում էին։ Ես մի անգամ ասացի տերեք լինելու, որ երկիրը արևմուտք քարշ տան այդ խնդիրների համար պատասխանատու է, խնդավառ։ Դե հիմա երբ որ ընկնում ենք թուրքական ազդեցության տակ եւ ըստ մեր որոշ վերլուծաբանի շուտով թուրքական ֆեյս ենք դնելու մեր գլխներին։ Ամեն ինչ տանում է դրան։ Եվ Եվրոպան։ Բան չասացինք Եվրոպային։ Այստեղ ուսակում էլ չկա։ Այսպես տափուկ, բացահայտ չի գործում, բայց հիշում եք միտիկին գար Եվրո կառույցներից մեկի ղեկավար մի պայուսակ ուներ, որտեղ հենց Սյունիքի հետ հատվածը ներկված էր Ադրբեջանի գույնով եւ գնում էր միանում էր Նախիջևանին։ Ինչու էր տիկին այդպեսի պայուսակ նկարել տվել, բռնել ձեռքը եւ ասում են ոչ դա սրտիկ է։ Հիմա տեսակ որ այդպես չէր։ Որտեղ ստորագրվեցին Արցախը Ադրբեջանին հանձնելու թղթերը, ծափեր եղան այն ժամանակ։ Իսկ հիմա լռություն ամենավայրակ ձևով դրսևորում է իրեն իշխանությունը Եվրոպացիների բերաների ջուր են արել մութ է չեն տեսնում ինչու որտեղ նույն Եվրոպան էլ բացահայտ այևում այսօր հակառուս է իսկ այստեղ ըստ մեր քաղաքագետների գնում է հակառուսական գործընթաց եւ իրենք էլ այս կազմի մեջ են եւ ինչ է ստացվում որ մի մեծ ծանր ուժ նշածս ուժերը կանգնած են այսպես շղթաներ մեկը մեկի վրա ազդելով գալիս են իշխանություններին որպես իրենց գործիք եւ ասենք ազդում են մեր ազգակիների վրա որոնք եւ թվապես քիչ են եւ ցակուծրիվ են ըստ որոշ վերսիաների գլխավորապես հիմնական թուրքական փողեր են թուրքերը տվել են ամերիկացիներին տվել են բրիտանացիներին թեպետ նրանք էլ կարող էին իրենց փողերից տալ եւ այս ամեն ինչը արել են այդ խողովակներով եկել են ես մի դրվագ հիշեցնեմ ձեզ բավական հայտնի մի հասարակական կազմակերպություն պատկառազդու եւ ինֆորմացիաների տիրապետող ժամանակին հայտարարեց որ բրիտանական հետախուզական ծառայությունը ես խոսում եմ հետախուզական ծառայություն մի հոգու Հայաստանից վերբով կամ ոնց էր մտքից կարելի է դուրս թռավ ոչ իրենով էր արել հա սարքել էր իր գործակալը հմայել էր եւ հետո տվել էր թուրքերին սա էլ հաշվի առեք որն է իրենց նպատակը
մոտավոր ասեցինք, բայց Բրիտանը, Ամերիկան, սրանք հակառուսական, հակաիրանական այստեղ նպատակներ ունեն եւ դրա համար պատրաստ են ամենիչի Իսրայելը ասեցինք տարածաշրջանային ազդեցություն է ուզում ունենալ այստեղ Ադրբեջանում ներգրավված է Թուրքիայի իմ տեղեկությունը Թուրքիայի արևելյան հատվածներում էլ Թուրքիան ու Ադրբեջանը պարզ է նրանք այսպես մանուկ հասակից երազել են այս մեր հայրենիքը գրավել իրենցով անել եւ երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր որ ես դրանց չեմ պարտվել այլ ինչ որ հզոր ուժերի արդյոք հենց այս ուժերին նկատի ուներ ինքը թե գուցե այլոք էլ կան հիշում եք մի անգամ էլ ինքը ասեց եթե այս զիջումները չլիներ իշխանության եւ այլը ավելի վատ էր լինելու Հայաստանի համար իսկ գուցե այս ուժերն են ավելի վատ պլաններ դրել երրորդ նախագահի առաջ որ հիմա էլ միևնույն իրագործում են չգիտեմ սրանց վատել հնարավոր այն ապագային որը ենթադրելի է եւ գալիս ենք այն մտքին որ ասենք թուրք ադրբեջանցիները շատ էլ կուզեն հայերին այստեղից քշեն հատկապես ազգակի շերտին ազգակիներին ոչնչացնել բարի բուն իմաստով որպեսզի իրենք երբևիցե չփորձեն գլուխ բարձրացնեն քանի որ իրենք լավ էլ գիտեն հայության հնարավորությունը ճիշտ է փորձում են ջախջախել աշխարհում մեկ որ կա իրենք մտածում են եթե X քանակությամբ էլ մնաց վերջը վաղը միսօրը սրանք էլի ինքնակազմակերպվելու են ինչ որ բան անեն եւ դրա համար կձգտեն ամենայն դեպս գեր դեգրադացնել այս ժողովրդին որ անգամ այսօրվա ժողովուրդը լինի նախանձելի մի 20-30 տարի հետո ասեք ձեր նմանները իմ նմանները որոնք էլ չլինեն ինչպես ասում են մոմի լույսով եւ այս նշված այս բոլոր ուժերը Եվրոպա չկա չէ այստեղ դրանք էլ հետը գուցե այլոք էլ ես չեմ ասում թե ռուսները սրբեր են գուցե ինչ որ ես ռուսագետել չեմ բայց որքան գիտեմ այդտեղ մի քանի բևեռներ կան ինչ որ մի քանիսը կարող այստեղ էլի խառնեն եւ ոչ մեկ էլ դեմ չի լինի որ ասենք թուրք-ադրբեջանական ծրագիր իրականանա որ ասենք հայության այստեղից քշեն կամ այսպես 100% զոմբիացնեն ազգակիներին ճաշեն եւ այլն։ Ինչի՞ պիտի դեմ լինեն, որտեւ իրենք են մտածում, որ թող եթե մենք այս քաղաքն ջանքեր ներդրեցինք, որ այս հարավը վերցնենք, թող լինի անժամկետ ոչ մի վտանգ չսպառնա։ Կուզենան անեն։ Դուք իրենց փոխարեն ինչ կանեիք հարց եմ տալի։ Կանեիկան ինչ որ անում են եւ դրա համար էլ ասենք այն քաղաքականություն են տանում ներսում, որ անում են։ Բայց այստեղ կանգ առնենք Եվ մի հարց տանք մեզ, որտեղ ուզում ենք վերլուծենք, հասկանանք ինչոց է, եթե մենք իրականությունը չենք ճանաչում հնարավորության սահմաններում, մենք սխալ ուղիներով կգնանք, սխալ քայլեր կանենք։ Ինչ է կարծում, այս սահուսակը 2018-ի ապրիլից է սկսել գործել կամ ներթափանցել Հայաստան։ Ինչ է կարծում։ Թե 20 տարի առաջ, 25 արդեն, թե 2000-ականների սկզբներից Իրենք են չէ խոստովանել ամերիկացիները, որ 20 տարի մենք բավական ջանքեր գործադրեցինք համար, որ տեղի ունենա 2018-ի իրադարձությունը։ Ասենք իրենք 2018-ին չեն եկել, շատ շուտ են եկել։ Այստեղ էին իրենց ամեն ինչով, որ մենք չէինք տեսնում։ Որտեղ հետախուզությունն է բաց չէ խոսա։ Հիմա Այս այսօր ներկայացնում եմ որոշակի հստակություն լինում է ձեր մոտ այն հարցի վերաբերյալ թե ով բերեց սրանց ասում են ով որ շահում է նա չէ որոշակի ես չեմ մտնում որ հենց իրենք ես ասում եմ որոշակի հստակություն կա որ ասենք սկսենք մտածել այս ուղղություններով ես իհարկե գիտեմ ես կնետահարեն ռուսաստրուկ չգիտեմ ես ինչերով բայց մտածել է պետք Հիմա Եթե մենք պատկերացում ունենանք այն մասին, թե նշածս գերհզոր հատուկ ծառայությունները, որոնք 18-ից հետո արդեն բաց են իրենց առջև բոլոր դռները եւ ներթափանցել են, չենք կարող պատկերացնել ինչպես, քիչ թե շատ որ պատկերացում ունենաք, դուք կսահմռկեք, այսպես պատկերացնելով, թե
ինչ սարդոստային կլինեն իրեն գործած այս 7 տարիների ընթացքում, որպեսզի իրենց նպատակներին չկարողանան կաշկանդել։ Ես մեզ հիմա նմանեցնում եմ, մեզ որ ասում եմ, ես ազգակիրների նկատի ունեմ։ Նմանեցնում եմ, տեսել եք, որ ասենք ճանճը ընկնում է սարդոստայինի մեջ, ինչ է լինում։ Անմիջապես, ասենք անկավ չէ, փորձում է դուրս գալ, գուցեև կարողանա, բայց սարդը արագ գալիս է եւ սկսում է իրեն փաթաթել իր թելերով, որպես ինքը չկարողանա շարժվի։ Հետո ինչ է անում։ Հետո ինչ-որ նյութ է ներարկում այդ կենթանու մեջ, նա անզգայանում է եւ հետո գալիս է վրելելու։ Հիմա եթե մենք զուգահեռենք, ապա այդ սարդը մենք ճանչնենք, սարդը, որ այդ ամեն ինչը հյուսել էր, ասենք թե անցած դարի վերջերից, եւ մենք ընկանք մեջը 2018-ին, 18-ից հետո իրենք եկան արագ սկսեցին այդ ցանցը հյուսել, որպեսզի մենք չկարողանանք շարժվել, հա, սրանք բոլորը գուցե ուրիշներն էր, դա անում են հատուկ տեխնոլոգիաներով, ես դրա մասին խոսացել եմ, որ ժողովուրդը դառնա անգամ, այդ ճանճը ինչ կարող է անել այդ ճանճը, որ արդեն փաթաթել են։ Դու կարող չէ, ինչու չես պատռում, չի չես դիմադրում սարդերի դեմ, ինչ անի խեղճը, երբ որ արդեն, էլ չեմ ասում ներարկումն էլ, իսկ ներարկումը ինչն է, դրա զուգահեռը որը կլինի, այն, որ կրթությունը, այլասերում են պատմությունը, դենգա փոխում են մշակույթով, պատմությունով, հոգեբանությունով, ամեն ինչով, ազդում են ազգակիր հատվածի վրա, այն մնացածի վրա ազդելու կարիք էլ չկա։ Որպեսզի ինքը հայտնվի ճանճի մեջ, հետո վայել էր, չխանգարի իրեն ինքը այնտեղ եթե անգամ չուտեն, թող իրենք իրենց գործը անեն։ Այ մենք հիմա այս վիճակում ենք, հասկանում եք, ու ես չեմ կարող ասել, թե այդ ծառայությունները ինչ հզոր սարդոստային են գործել, դա մենք չեք էլ տեսնի, բայց ես որ կարդում եմ ուկրաինական մամուլ, ասենք բողոքականների այնտեղ էլ կան, մարդիկ ասում են, որ այս նույն ուժերը բացի ներքևի հարկը երևի թե չկա, իշխանությունների վերև առաջին մնացած վերևինները, ասում են, այնպիսի մի ցանց են գործել Ուկրաինայում, թե մինչև 14 թիվը, 14 թվից հետո առավել եւս այս կողմ, որ ամենուր ասում է իրենց ագետներն են, ուժային կառույցներում, արդարադատության համակարգերում, բոլորը իրանցն են, շարասյուներ ունեն հազարավոր, եթե ստե 3500 հեկտար, դե պատկերացրեք 10-20-30 կլինի, որ ասում է, եթե անգամ նախագահը փորձում է մի քիչ շեղվի, ասենք նրանց ծրագրերից, անմիջապես սկսում այդ բողոքի հեղեղը, իրանց այդ շարասյուները ամեն ինչով սկսում են այդ խեղդել այդ մարդու։ Նրանց նայելով կարելի է մոտավորապես պատկերացնել, թե իսկ ինչ կլինի Հայաստանում։ Իսկ այստեղ էլ դուք որքանով եք վստահ, որ այս ընթացքում հենց նախկիների օրոքել ու հիմա էլ բոլոր այդ մարմիններում իրենց մարդիկ չեն։ Եվ փաստեր կան, որ ուժային կառույցներից արագ կերպով հեռացրել են նրանք, ովքեր այս կամ այն չափով ազգակիր են, այս վերին շերտի նպատակների համար։ Դուք պիտի հասկանաք, ասել որ իշխանությունը գործիք է։ Իրանք ոչինչ էլ չեն որոշում։ Ես Վրաստանի օրինակը ձեզ պատմել եմ, համենայն դեպս ինձ վստահել է մի ազնվորություն էր պատմում, որ երբ որ Սաակաշվիլի ժամանակ եկան այդ նույն այս վերին հարկի դրդումով ինչ-որ մարդիկ, երիտասարդներ, բայց անտեղ ինչպես մեր մոտ է, նայում եք, չէ, ում են որտեղ նշան, նույն կարգի ինչ-որ մարդկանց նշանակել են, ամերիկացիները եկել են մի շենք էին նստել, մի քանի հազար հոգի եւ հերթով կանչում էին Վրաստանի իրենց նշանակած այդ պաշտոնյաներին, ասենք քաղաքապետին, այսիշ նախարարին եւ ասում էին, այս մի ծրարը քեզ կգնաս բան կանես, այս քո ընտանիքին, այս մի ծրարը գնաս քեզ համար կոստյում կանես, փոխկապ կարես այս տեսքով, ասուլիս կհրավիրես, էլ թուղթ ունեմ, սա էլ կկարդաս։ Այդպես են կառավարել։ Ինձ ասել է դա, ասենք տեղեկ մարդ Ինչու պետք է Հայաստանում այսպես չլինի, որ եւ այստեղ պետք է մենք այս ամենը հաշվի առնենք։ Ասեմ նաեւ, որ այդ որ ասացի ամենուր իրենց մարդիկ են ունենում, նաեւ ազգայնական ագենտուր է ստեղծում։ Ես կարդացել եմ այդ իրենց փորձ այս վերին հարկի
ասենք նաև ազգայնական իրենք ասենք լիբերալ բաներով որտեղ մտան, նաև ազգայնական թևեր են սարքում իրենց բայց նրանք պիտի այսպես քննադատողներ, որպեսզի իհարկե եղած ժամանակ նրանց բերեն կամ էլ թե չէ, ասենք ազգագիրներին տարեն այդ կողմ իրական ազգագիրները քիչանան։ Սա էլ կա։ Սա հետ մեկտեղ ես վրացիացի ճանճին գալիս ինչ որ նյութ են ներարկում, մեր ժողովրդին վրա ազդում են հոգեբանորեն, որպեսզի ինքը ընկնի անհուսության որոգայթի մեջ։ Դրա համար նաև հիմա ընդվզում չկա։ Իրենք շատ խորամանկ ձևերով աշխատում են։ Հիշում եք եկեղեցու հետ կապված որ նահանջ եղավ, ես ասեցի սա ընդամենը ժամանակավոր նահանջ է, իրենք հասկացան, որ ճակատային երբ որ գնում են Էջմիածնի վրա, դա կարող է նպաստել ազգագիրների համախմբմանը, իսկ դա իրենք չեն ուզում։ Հետ կգան եւ ուրիշ ձևերով կգան, իշխանությունը չեն կարող չանել դա, որտեղ այդտեղ որոշված է։ Ու այստեղ որ կա այս անընդվզում վիճակը, պարզ խոսենք նաև այս վերջի շարժումների առաջնորդներն են մեղավոր, որոնք այս ամեն ինչը առանց հաշվի առնելու ու նաև առաջարկները, որ պլան B կանենք ժողովուրդը չհուսած, այսօր գորե ինչ որ կառույցներ ունենան, կիսակառույցներ, որ տարական ոլորտներին դիմագրավեն, մշակութային, կրթական, գոնե այդտեղ ինչ որ բան կարող են կանեն, հիմա զրոյական վիճակ, հասկանում եք։ Ու հիմա որ մարդամեկն էլ ասում է դեմ եք հեղափոխություն արեք, իր վստահությունը որտից է գալի, ինչ է կարծում։ Այս ամեն ինչ ինքը գիտի։ Ինքը գիտի որ ամբողջությամբ այս ցանցը վերցրած է որոգայթի մեջ, Սարդոստայնի մեջ։ Ուժային կառույցները ամեն ինչը, ժողովուրդն ասեցի բան, նարկոզի տակ, հատուկ այդ նարկոզն են այս վերևի շերտեր անում, 100 տարի այդ դրա փորձը ունեն։ Սա է վիճակը գեր ծանր, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ բան անենք, այս իրականությունը պետք է ճանաչենք, ինչքան էլ որ դառն ու դաժան լինի։ Իսկ ինչ են անում մեր բողոքականները։ Նկարագրություն, առաջի շերտին, այս իշխանավորներին, որոնք ոչինչ չեն որոշում, հասկանում եք, կոչեր, դատապարտում, ինչ անել։ Ուրեմն մի հոգի մոտարապես ինչ որ ես ասացի շատ սեղմ շարադրել էր իր Facebook-յան էջում, այս անունները տալով կա այս բարդ համակարգ եւ ասում էր այ հիմա եկենք մենք ազգակիրներով հավաքվենք եւ հեռաստենք սրանց հաղթենք։ Ես իրեն առանձին նամակով գրեցի, ասի հարգելիս, որ դու այս ամեն ինչը տեղյակ ես, շատ լավ է։ Քեզանից էլ որոշ բաներ սովորեցի։ Դու իսկապես գտնում ես, որ մեր ազգակիրները, որոնք ոչինչ չունեն, ցակուցրիվ են, իսկ այնտեղ տեսեք իշխանություններ, երկրներ իրենց փողերով, իրենց հատուկ ծառայություններով, շարասյունով պես, լսված գեր նպատակ, որի համար տասնամյակներ շարունակ տառապել են, մտածել են, գումարներ են ծախսել, այդ ամեն ինչից պիտի հեշտ ու հանգիստ հրաժարվեն, ինչ է թե ինչ-որ ազգակիրներ, որոնք չենք էլ տեսնում։ Դու գտնում ես, որ ինչքանով է հավանական, որ դա կլինի։ Ինքը ինձ գրեց ես ձեզանից ավելին էի սպասում, ասում հարգելիս, եկ հաշվարկ անենք ուժերի, նրանք ինչ ունեն, դու գորե սարսրացիք չէ էդի ներկայացրածից, բայց ես 2-3% գիտեմ, ամեն ինչ որ գիտեմ, ու մեկ էլ մեզ եք տեսնում, ասում մենք պետք է հաշվարկենք ուժերի հարաբերակցությունը նոր, ըստ դրա տեսնենք, մենք քանի հոգ ենք, այս բան ինչ կարող ենք անել, նույնիսկ ասում, իսկ ինչ կարող ենք փրկել, սա է խնդիրը, հասկանում եք։ Ու եթե մարդը այդպես է խոսում, մի ասեք, դուք պեսիմիստ եք, չգիտեմ, քիչ բաներ եք ասում։ Կարող եք հեռացնել այս ամբողջ ուժերը, խնդրեմ, եկեք ինձ համոզեք, ես եկամ առաջի շարքում կանգնեմ։ Յանքս ապրած մարդ եմ, բան չկա։ Բայց խնդրեմ, եկեք ասեք։ Ես չեմ ասում ձև չկա, բայց այն ինչ որ ես եմ տեսնում, այս գծից այն կողմ, այս գծից այն կողմ վերև ու ներքե այս կողմ ինչ կա։ Շատ տխուր պատկեր է առաջ գալիս եւ ես դրա համար եմ, որ ես ասում եմ, այսօր մենք առաջնահերթ խնդիրը ազգակիրների ինքնակազմակերպումը եւ նրանց փրկության ուղղությամբ քայլեր իրականացնելն։ Եթե դուք դա չարեցիք, իսկ դրանք գործում են հզոր համակարգերով, աստիճանաբար ազգակիրները ջլատվելու են, քչանալու են, մի մասը թողնելու է գնամ, մի մասը պարփակվի ու վերջ։ Իսկ թե ինչպես կազմակերպել ազգակիրներին
Ես ամենայն դեպս իմ կարողությունների սահմաններում ես ձեզ ներկայացրել եմ ազգային վերելքի ուղի համապարփակ քայլերի ծրագրով եւ այնտեղ դրված է ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում, որի վերաբերյալ ես առաջիկայում էլի հանգամանալից հնչեցնելու եմ զանգ ու նաև փորձենք ռեալ կյանքում ինչ որ բան անենք, եթե մենք ուզում ենք չմնանք պատմության էջերում։ Այսօր այսքանն էր, մինչ նոր հանդիպում։